Այսօր ես նորից վերադարձել եմ մարմին, որ ինքնաաղթար եմ ինձ։ Վիպասանաները, այդ ամեն ինչը ամենաթեթև շերտն է մտքի հետ աշխատելու։ Ես 3000 կիլոկալորիա այսօր ծախսել եմ խոսելով, հավատա ինձ համար ավելի հեշտ կլիներ այսօր քեզ հետ խոսալ ֆրանսերեն քան հայերեն։ Բավարար է դու այդ օրը զարթնես մտքով, որ այսօր մենք ֆիքսում ենք բոլոր կարմիր մեքենաները ու դու հասկանում ես, թե ինչքան կարմիր մեքենա է անցնում քո մոտով։ Մարդ քեզ նեղացրել է ու դու իրան չես ներում, որտեղ աստեղ խաչը։ Չես զգում ընդհանրապես ոչ մի բան, ամեն ինչը դառնում է այնքան դժվար, որ քեզ դժվար է դու հագնվես, քեզ դժվար է իրար գաս։ Ես հասկացա, չէ, ջուրը բուժում է։ Հուսով եմ շատերը իրենց հարցերի պատասխանը կգտնեն այստեղ, վազն բոլորի նպատակը պետքա դա լինի։ Նենց կուզենամ մի քիչ հետո ես ու դու հանդիպենք ու ասեմ, այո, աղթարել եմ։ Ողջույն, ես Դինան եմ։ Ու սա իմ ու Օրանժի հետ համատեղ այս տարվա առաջին, բայց արդեն 9-րդ մոտեցումն է։ Այսօր իմ հյուրը ակումբի անդամ, լրագրող, լեզվաբան, հեղինակ, ինֆլուենսեր Վարդուհի Սուքասյանն է։ Վարդուհի ջան, նախ շատ շնորհակալ եմ, որ մեր ոդկասթի հյուրը լինելու հրավերը ընդունել ես ու այսօր այստեղ ես, եւ շատ ուրախ եմ, որ վերջապես միջոցառումներից դուրս կկարողանանք իրար հետ նորմալ շփվել։ Ես էլ եմ շատ շնորհակալ հրավերի համար, Դինա ջան։ Եվ նախորդ ուզում եմ ասել, որ քո, այսպես ասած, աշխատանքային լեզուն ռուսերենն է, բայց ես կարծում եմ, որ մեր իրականությունը այս կոնտենտի հայերեն տարբերակը ունենալու կարիք ունի եւ ել ավելի ուրախ եմ, որ նաեւ համաձայնել ես այս զրույցը վարել հայերենով, տանել հայերենով։ Էդ էլ իմ հաղթահարությունն է, որ ես փորձեմ հայերեն խոսել, քանի որ ռուսերենը հեշտ է, իսկ հայերենը մի քիչ դժվար է ու ես ուզում եմ այսօր ինչ-որ իմ ինքնահաղթահարությունը այս ոդկասթով անել։ Փաստորեն սա կլինի հայերեն քո առաջին մոտեցումը։ Այո։ Վարդուհի, ինչպես եւ ես, այնպես եւ շատերը քեզ հիշում են Instagram-ից, երբ ինֆլուենսեր բառը անգամ մեր իրականության մեջ գոյություն չուներ, բայց դու շատ ակտիվ գործունեություն էիր վարում Instagram-ում, մենք քո պարերի մասին իմանում էինք Instagram-ից, պայուսակների բրենդի մասին իմանում էինք Instagram-ից, ճամփորդություններիդ մասին եւս իմանում էինք Instagram-ից, անգամ քեզ անձամբ չճանաչելով։ Դա մոտավորապես, եթե չեմ սխալվում, 12-13 տարի առաջ էր։ Այդ ժամանակվա Վարդուհուց ինչ է մնացել ու ինչպես ես հիշում իրեն։ Այն Վարդուհին շատ էքսպերիմենտալ էր, շատ համարձակ, շատ բաց, իմ էգոն ինձանից առաջ էր գնում, ինչ մտածում էի, դա խոսում էի, ոնց ուզում էի հագնվում էի ու շատ քիչ էի մտածում մարդկանց կարծիքի մասին։ Երևի այն ինչ որ մնացել է այն Վարդուհուց, դա է, որ ես մինչև հիմա չեմ մտածում իմ մասին, ինչ կմտածեն, ու դա իմ կարծիքով կայանալու համար ամենակարևոր բանն է այսօրվա դրությամբ։ Բայց ինչը չի մնացել այն Վարդուհուց, ես սկսել եմ երևի հարգել դիմացինիս, աշխատում եմ էգոյիս հետ, ու այդ մեծ տարբերությունը հին Վարդուհուն, որը եղել է շատ առողջ, շատ ճկուն մարմին ուներ, ու այսօրվա դրությամբ, որ ես դա չունեմ, բայց ունեմ մեծ ներքին փոփոխություններ, ինձ ավելի շատ է դուր գալի։ Մենք այդ թեմային կանդրադառնանք շատ մանրամասն քո թույլտվությամբ, ինչքան որ հնարավոր է այդ մանրամասնի մասին է խոսքը կքննարկենք, բայց մի հետաքրքիր բան եմ այս մասով ուզում ասել, այստեղ գալիս շատ էի բնականաբար առհասարակ ես ում հետ հարցազրույց եմ վարում իմ ամբողջ կարիերայի ընթացքում, անկախ դրանից դա եղել է ժուրնալիստական փորձ, թե պոդկաստ, ոնց որ մի քանի օր իրենց հետ ապրում եմ ու այս օրերին քո մասին մտածելիս ես մտածում եմ, որ դու միշտ կյանքի բոլոր փուլերում ամեն ինչ արել ես շատ բարձրաձայն ու ոչ թե ամպագոր, այլ իրոք բարձրաձայն, այսինքն դու բարձրաձայն պարում էիր ու դրա մասին պատմում էիր, դու բարձրաձայն սիրում էիր, դու բարձրաձայն քո պայուսակների բրենդով էիր զբաղվում, որը որ այսօր նաև արտահայտվում է քո նորաձևության ընտրությունների հարցում, որը որ եւս շատ բարձրաձայն է ու առնվազն ինձ համար շատ յուրահատուկ, հեշտ է լինել այդպիսի կերպար։ Բարձրաձայն, որ ոնց ասեմ, որ քեզ like loud. You were being super loud but in a good way. Քանի որ ջայլ ժամանակներում դու համարձակ ես ու մի քիչ rebellious, հայերեն ոնց են ասում, բունտար։ Մենք հասկացանք քեզ։ Ինձ հետաքրքիր է հայերեն ոնց են ասում։ Upstamp։ Հա,
ապստամբող կերպար, Հա, դու շատ համառ կերպար։ այդ բառ օգտագործենք, երբ ինձ թվում է անգլերենով սենց հաստատ նոր սերունդը ավելի լավ կհասկանա։ Իդեպ ասեմ, հայրենը շատ սիրուն է, բայց երբեմն ինչ-որ բաներ կա, որ ուզում ես բացատրես, չես կարողանում Դժվար է, գտնել, հա, որպես դժվար է շատ։ լեզվաբան կուզեմ նաև հաստատես նաև այս միտքը։ Այո, вообще որ դրա մասին երբեմն այսօր շատ դժվար է, խոսանք։ այո, հետ կոնկրետ միտքը արտահայտել։ Հնարավոր է արտահայտել նույն միտքը մի քանի բառերի օգնությամբ, բայց այդ կոնկրետ թարգմանությունը երբեմն լինում է շատ դժվար Հա, գտնել։ ուրիշ լեզուներում ոնց որ կարող ես ավելի խորն դա բացատրես։ Համաձայն ես։ Ու քանի որ ես եղել եմ rebellious, անդրադառնանք քո հարցին, ես շատ չեմ մտածել ես ինչ եմ անում։ Ես իմ սրտի զգացողությունով եի գնում։ Եթե իրոք դու ճիշտ ես ասել, եթե սիրել եմ, բարձր եմ սիրել, եթե ինչ որ մի բան ստեղծել եմ, ուզեցել եմ կիսվել դրա մասին։ Դու ճիշտ ասեցիր, ես եղել եմ շատ բարձրաձայն եւ բաց բարձրաձայն մարդ ու եղել եմ դրա հետ էլ, քանի որ շատ ջահել ես լինում, դու մի քիչ քեզ rebellious ես պահում ու շատ չես մտածում դիմացինիդ մասին, դու անում ես այն ինչ որ զգում ես։ Հիմա եթե դու շփվես նոր սերունդի հետ, դու կտեսնես, որ իրանք անում են այն ինչ որ իրանք ուզում են։ Իրանք քիչ են մտածում մացինը ինչ կմտածի։ Ու ես հենց տես ձև եմ եղել։ Եթե ինչ որ մի բան արել եմ, ես ուզել եմ դրա մասին ասել։ Եթե սիրել եմ, ես դա արել եմ բարձր։ Ամենադժվարը ինձ համար եղել էր այդ ադատները պահպանել, դժվար էր եղել հասկանալ խի չի կարելի։ Այդտենց մարդ եմ եղել փուչուր վախտվանից։ Դրա համար ասում եմ նորից, այն վարդուց շատ հետաքրքիր է, որ այդ բարձրաձայնությունը մնացել է ուրիշ հարցերում։ Այն վարդուց շատ լավ է, որ մնացել է այդ ուժը չմտածես քո մասին ինչ կխոսեն, թե կմտածեն, բայց էլ չլինես այն անմտածող երևույթը, որը կարամ մեկին ինչ որ խոսքով նեղացնի ու չմտածի ինչ կզգա դիմացինդ։ Ես այն ինչ որ դու ասում ես կփաստեմ, որովհետև վերջին օրերին գնացել եւ հասել էի քո Instagram-յան 2012-13 թվականի հրապարակումները ու մի քանի տեղ ֆիքսեցի, որ ինչքան էլ որ դու ասում ես, որ չես մտածել մարդկանց մասին, բայց այնպես չի եղել, որ միանշանակ թքածական վերաբերմունք է եղել, որովհետև դու ունեիր շատ գրառումներ, որտեղ որ դու բացատրում էիր ինքդ քեզ։ Այսինքն ես սա ասացի, բայց ժողովուրդ դուք գուցե ինձ այդքան էլ ճիշտ չընկալեցիք։ Այսինքն ամեն դեպքում ես հավատում եմ, որ դու ինչքան էլ որ ասես մարդկանց կարծիքը քեզ համար կարևոր չէր, որովհետև դու քո որոշումները կայացնում էիր, բայց առնվազն կարևոր էր, որ մարդիկ հասկանային քո իրական էությունը, այլ ոչ թե ինչ որ էստեղից այնտեղից խոսքեր վերցնեին ու փորձեին իրենց մտքում ստեղծել մի վարդուհի, որ իրականում քո հետ կապ չուներ, որովհետև իրենք քեզ գուցե ինչ որ պահի սխալ էին հասկացել։ Ճիշտ եմ։ Շատ ճիշտ ես, գիտես ինչ էի ուզում ասեի, այդ քո մտքով, որտեվ դու անալիզ ես արել, դու տեսել ես, դա շատ հետաքրքիր է, ես բարձրաձայնել եմ շատ հարցեր, որոնք եղել են արգելված այն վաղտ, որոնց մասին մարդիկ չեն խոսացել, ու ես դրանով ինձ բերել եմ շատ մեծ աուդիտորիա, երբ իհարկե Instagram-ում հայտնվեց տեքստը, այդ պահից ես հասկացա, որ ես ունեմ խոսքի ուժ, ու չնայած նրան, որ ես կարամ մեծ աուդիտորիա գրավել, ու քեզ թվում է, եթե դու ունես լավ աուդիտորիա, ուրեմն դու ճիշտ ես վարվում, բայց դու այդ պահին չես հասկանում, որ խոսքը կարա համ քեզ վրա աշխատի, համ քո դիմաց։ Հա, դու կարաս ինչ-որ թեմաների մասին խոսես, բացահայտես, բայց եթե դու այդ տեքստի մեջ դնում ես նեգատիվ միտք, նա կարա համ ազդի քո աուդիտորիայի վրա, համ էլ տենց մարդ բերի քո էջ, հասկանում ես, չէ, նեգատիվ մարդկանց, համ էլ քո դեմ փոխվի, ու այդ վաղտ ես հասկացա խոսքի ուժը ինչ է, ես հասկացա, որ ես կարամ տեքստով ինձ պատճառեմ վնաս կամ օգուտ։ Այո, կամ օգուտ, բայց վնասը ես այն վաղտ զգացի ավելի շատ։ Վարդ, դու շատ շարժուն ես եղել, պարել ես, յոգայով ես զբաղվել երկար տարիներ, ձմեռային սպորտաձևերի մեջ ես եղել տարբեր, հիմա ժամանակարական իհարկե ինձ մի քիչ դժվար կլինի բաշխել, հասկանալ որտեղից սկսել, ուր ես գնացել, բայց հենց խոսքը դարձավ քո մասնագիտությունը։ Ուզում եմ հասկանալ, առաջինը Instagram-ն էր խոսքով, թե առաջինը մասնագիտությունն էր, ժուրնալիստիկա, լինգվիստիկա, որը որ հետո նաև եկավ Instagram, այդ ժամանակագրական մի հատ ինձ կասես, կապը ոնց ստեղծվեց։ Դե երևի սկսենք նրանից, որ ես սաղ կյանք ապրել եմ Ռուսաստանում, ու երկրորդ դասարանից իմ դասատուն մամայիս ասեց, որ հնարավոր չի բիլինգվիստը ունենա ռուսերեն լեզվից 5, քանի որ ես հայ եմ,
ու ես դա մինչև 16 տարեկան իմ մտքի մեջ պահել եմ, հասկանալով, որ չէ, հնարավոր է։ Իսկ տրավմա էր դա քեզ համար այն ժամանակ։ Չէ, արդեն 6-րդ, 7-րդ դասարանից երբ ռուսերենից դասատուն փոխվեց, իմ ռուսերեն լեզվի սաղ դասերը դառնում էին 5, լիտերատուրայի սաղ գնահատականները 5 էին, ես հասկանում եմ, որ ճիշտ հասկացա, որ այսինքն 5 չէր գնահատում, որովհետև համարում էր, որ դու չես կարող 5-ի համապատասխան հասկացա, շատ լինելով մասնագիտությամբ այս պահին նաև մարզիչ եւ աշխատելով երեխաների հետ, իհարկե շատ յուրահատուկ մոտեցում է, ինչ խոսք։ Համաձայն ես, չէ՞։ Իսկ 6-րդ, 7-րդ դասարանում մաման որոշեց, որ պետքա անգլերեն դասերի գնամ, բացի դպրոցից, որ շտկեմ անգլերենս։ Այդ վաղտվանից ես հասկացա ինչ հետաքրքիր է, երբ դու տարբեր լեզուների մեջ գտնում ես կապեր, փորձում ես հասկանալ այդ բառը որտեղից է եկել մեր լեզվի մեջ, ոնց ենք մենք այդ բառը օգտագործում ռուսերեն կամ հայերենի մեջ, ինձ այդ կապերն է սկսել դուր գալ ու ես հասկացա, որ ես ուզում եմ դառնամ լեզվաբան։ Դարձա լեզվաբան, կարմիր դիպլոմով ավարտեցի ու դասատուիս ապացուցեցի, որ կարամ ունենամ 5։ Իսկ ստացվեց այդ ֆիզիկական ապացույցը, այսինքն ինքը տեսավ, թե ուղղակի դու ինքդ քո ներսում ապացուցեցիր։ Ինքը գիտեր, իհարկե, ինքը գիտեր։ Տենց է, երբ դու անցնում ես ինչ-որ ճանապարհ, քո դասատուները միշտ գիտեն, ինչ-որ մեկը ինչի է հասել։ Հատկապես դու, որ Instagram-ում ակտիվ էիր, ոնց էլ չլինի, ինչ-որ մեկը իրեն պատմած կլիներ։ Այո։ Շատ անգամ երբ ասում ենք everything happens for a reason, այսինքն ոչ մի բան կյանքում պատահական տեղի չի ունենում, ինչ էլ որ լինում է, հաստատ իր նշանակությունը ունի, գուցե այդ պահին դու չհասկանաս, բայց հետո կհասկանաս դրա մասին։ Ու երբեմն սա ընդունում ենք որպես կլիշե, կամ ինչ որ բարդ իրավիճակներից դուրս գալու, ինչ որ սպիտակ դրոշակ։ Ինչ ես կարծում, քո մասնագիտությունը արդյոք այն կայարաններ, որ պետքա լիներ քո գրքի համար, թե անկախ ամեն ինչից գիրքդ կստեղծվեր։ Չէ, միանշանակ ես պետք է այդ ճանապարհը անցնեի, քանի որ նորից վերադառնալով հին Վարդուհի, նա ուներ առողջ մարմին, նա ուներ ձիգ մարմին, նա ճկուներ, բայց ինքը չէր հարգում դիմացինին։ Ինքը մտածում էր, որ իր ճիշտը ամենաճիշտն է, իր էգոն շատ բարձր էր, ինքը արագ նեղանում էր, ինքը չէր ընդունում ոչ մեկի միտքը, միայն իր կարծիքն էր ամենակարևորը։ Ու կյանքը նենց դասավորվեց, որ իմ առողջությունը լիովին փոփոխվեց, ու ես սկսեցի հարգել դիմացինիս, իմ էգոյի վրա սկսեցի աշխատել, ու ոնց որ ես ունեցա 2 տարբեր Վարդուհիներ։ Ու այդ փորձը ստեղծեց այդ գիրքը։ Եթե այդ փորձը չլիներ, երևի գիրքը չէր լինի sold out։ Ու շատ հետաքրքիր է, որ դու անցյալի մասին այդքան հեշտ ես խոսում ու հարգում ես իր գոյությունը, որովհետև շատ անգամ շատ ավելի հեշտ է լինում փակել այդ դուռը, ընդհանրապես մոռանալ, չհիշել ու քայլել առաջ, բայց շատ հետաքրքիր է նաև, որ դու գնահատում ես քո անցած բոլոր ուղիները, որովհետև կարծում եմ, որ համարում ես, որ այդ ամենի արդյունքում ես դու հայտնվել այսօր այս կետում։ Մենք կարանք դժվարություններին նայենք որպես կյանքի ոնց են ասում, несправедливость, անարդարություն։ Մենք կարանք դժվարություններին նայենք որպես կյանքի անարդարություն, կամ էլ տեսնել դժվարությունները որպես պոզիտիվ նպատակ տիեզերքի կողմից, որ դու փոխվես, որ դու լավանաս։ Էլի են կլիշե դարձած արտահայտությունը։ Գիտես, մենք մտածում ենք, որ դա կլիշե է, բայց դա դարձել է կլիշե նրա համար, որ մարդիկ իրանց մարմնի վրա զգացել են, փոխվել են ու հասկացել են, որ ամեն ինչը շատ հեշտ է, պետք չի դժվարացնել։ Ես կարամ դժվար բառերով խոսամ, բայց ինչքան դու հասարակ ես դա բացատրում, այնքան ինձ թվում է մարդու սրտի մեջ ավելի արագ է փոփոխությունները լինում։ Գրքիդ վերնագիրը թարգմանելով նա հարցազրույց Մարգարեի հետ։ Շատերի համար սա դարձել է ուղեցույց, շատերը իրենց հարցերի պատասխաններն են գտել այդտեղ, որպես հեղինակ, երբ դու գրում էիր գիրքը, այսպես ասենք, ով էր քո ավատարը ընթերցողի, ում համար էիր դու գրում։ Գուցե հետո ուրիշ մարդիկ գտան իրենց պատասխանները այդ գրքում, բայց ի սկզբանե ում համար էր դա։ Քանի որ ես գիրքը գրել եմ հենց իմ շատ դժվար պահին կյանքիս, ես հասկացա, որ այդ գիրքը այն մարդկանց համար է, որոնք իրանց կյանքում
ապրում են դժվար պահեր, դա համոզված եմ բոլորիս մոտ լինում է, երբ քո կյանքում լինում է նենց փուլ, երբ դու անցնում ես ինչ-որ կրիզիս ու սկսում ես քեզ հարցեր տալ, խի, ինչի համար, դա կարա լինի գոյության մասին, դա կարա լինի, չգիտեմ, կրոնի հետ կապված, դու մտածես խի Ճապոնիայում, Հնդկաստանում ռեինկարնացիան կա, իսկ քրիստոնեությունը դա չի ընդունում, դու կարաս մտածես խի ընկերուիս երեխա կարում ա ունենա, իսկ ես ոնց որ թե լավ մարդ եմ, իրանից ավելի մաքուր, բայց ես երեխա չեմ կարող ունենալ, դու մտածում ես խի ինչ-որ մեկը առողջություն ունի, ես չունեմ, այտենց պահ չկա քո կյանքում, երբ դու այդ կրիզիսը չես անցնում ու չես ուզում պատասխանները գտնել։ Էգզիստենցիալ կրիզիսի մասին է, չէ՞։ Բոլորիս մոտ դա լինում է, այդ կրիզիսը չի անցնում, հələ որ դեռ երեխան, որ չգիտի դրա մասին, իր կյանքը ուրախ ապրում է։ Բայց բոլորիս մոտ այդ հարցերը գալիս է, կամ գոյության մասին, կամ ինքնասիրության մասին, կամ ինքնաատելության մասին, կամ սիրո հետ կապված, կամ խի ես երկար ժամանակ չեմ կարող երկրորդ կեսից գտնել։ Ես ուզեցա, որ այդ գիրքը լինի քո շրջապատում այն անձնավորությունը, ով քեզ կօգնի, ով քո հարցերին կպատասխանի, եւ դու այդ դժվար փուլում ես, իսկ երբ դու այդ դժվար փուլը դեռ չես անցել, նենց ուրախ կլինեն, որ մարդիկ նախորոք այդ գիրքը բացեն, կարդան ու պատրաստ լինեն չանցնել այն երկար ճանապարհը, որը անցել եմ ես։ Երևի այդ մարդկանց համար է այդ գիրքը։ Իսկ ինչ ես կարծում, չփորձելով արժեզրկել բնավ գրքի գոյությունը, այն որ երբեմն ասում են ուրիշի սխալների վրա շատ դժվար է սովորել։ Գուցե ամեն մեկը պետք է կյանքի ինչ-որ փուլում տարբեր սցենարներով առնվազն առնչվի նման խնդիրների հետ, որպեսզի կարողանա այդ ինքնաճանաչումը ինչ-որ այլ մակարդակի վրա բարձրանալը, ինքնազարգացումը տեղի ունենա, թե կարծում ես, որ ամեն դեպքում հնարավոր է ուրիշների սխալների վրա հիմնվելով։ Չէ, դու քո սխալների վրա ես հաստատ աճում, երբ դու քո վրա ես զգում, դու ավելի արագ ես ամեն ինչը փոփոխում քո ներսում, բայց երբ դու ինֆորմացված ես, դու արդեն դժվարությանը նայում ես որպես challenge։ Կարամ ես դա անցնեմ, թե չէ։ Իսկ եթե դու ոչ մի բան չգիտես հոգևոր աշխարհի մասին, դու մտածում ես, դու նայում ես ինչ որ դժվարությանը, եթե քո մոտ հիվանդություն է առաջանում, չգիտես որտեղից, նայես գիտական բժշկության կողմից ու դա բուժվող չի, ինչ ձևի մարդ դու կդառնաս։ Պեսիմիստ, սաղ կյանքը դեղեր խմող, չհասկանալով ինչի համար է տիեզերքը քեզ տվել այդ փորձությունը։ Նորից եմ ասում, մենք կարանք հիմա խորանանք իմ առողջության մեջ ու ես ոնց որ թե բացատրեմ դա ավելի դետալված։ Դա քո թույլտվությամբ ենք անելու միայն եւ սիրով։ Մոտ 3-5 տարի առաջ եթե դու ինձ տենց հարցեր տայիր, ես երևի թելացեի կամ քեզ նախորոք ասեի Դինա ջան, վեր դրա մասին չխոսենք, ես կարողա կադրում սենց հանգիստ նիվերբալ իմ ձեռքերի հետ սենց չաշխատեի, փորձեի պահել սեղանի տակ, որ ոչ մեկ չիմանար, որ ես ունեմ ինչ-որ խնդիր։ Այսօր ես դրա մասին հեշտ եմ խոսում, քանի որ ինձ թվում է, ես հասկացել եմ Աստվածը ինչ է ուզում, որ ես փոփոխեմ իմ ներսում։ То есть նորից եմ ասում, ամեն դժվարությունը քո կյանքում ունի պոզիտիվ նպատակ։ Եթե դու դա տեսար, ամեն ինչը քեզ օգնելու է, դա հաղթահար ես։ Ինչ կապված է առողջությանս հետ։ Շատ կներես, ինձ մի հատ ընդհատեմ, զուտ ուզում եմ իմ գլխում ժամանակրական մի բան եւս դասավորել եւ գուցե ունկնդրին եւս հետաքրքիր լինի։ Գրքիդ առաջին ակնարկը, այսինքն երբ դու առաջինը մտածել ես, տեսել ես, մտորել ես գրքի մասին, եղել է մեդիտացիայի ժամանակ, Այո։ Երբ դու նշмарել ես գիրքը ոսկեգույն տառերով ու չես իմացել ինչա վրան գրված, ում գիրքն է, ինչի համար է եւ այլն եւ այլն։ Խնդրեմ ինձ կասես, դա այդ մեդիտացիոն շրջանը արդեն հաջորդել է ֆիզիկական դժվարություններին ու փոփոխություններին, թե դա եղել է մինչև։ Եվ առաջ, եւ հետո։ Կարանք հիմա խորանանք։ Տեսել ես առաջ։ Առաջ։
առաջ։ Միջև գիրքը Էլի գրելուց։ հետ են գնում everything happens for a reason Հա, հետ գնանք, երևի դա ավելի հետաքրքիր է պատմելը։ Երբ Մուշեն ծնվեց, իմ մարմինը սկսեց շատ արագ փոփոխվել։ Մուշեն իմ տղան է։ Այդ փուլում ես կարդում էի գիրքը Ջո Դիսպենզայի The Power of Being Yourself, ռուսերեն Сила подсознания, որտեղ Ջո Դիսպենզան ասում է, որ ատոմը ստեղծված է 99% էներգիայից եւ 0.99% մատերիայից։ Եվ մարդ ամեն ինչ կարող է իր մեջ փոփոխել ուղղակի մտքով։ Ջո Դիսպենզան իր վրա ցույց տալով ոնց է փոփոխել, ինքը գրել է այդ գիրքը։ Ինքը ունեցել է մեքենայի պատահար, իր լիովին ջարդվել էր, փշրվել էր ու ինքը միայն մեդիտացիայով, քանի որ չէր կարող իրար գար, հավաքել է իր պազվանոճնիկը հետա բերել։ Այդ պահին ես կարդում էի էլի գիրք Յուվալ Նոյ Հարարի Homo Sapiens։ Չգիտեմ կարդացել ես թե չէ, շատ հայտնի բեսթսելեր, շատ պոպուլյար։ Այո, շատ հայտնի գիրք է, որտեղ գրված էր. մարդ, ով ունի մարմնի ցավ, չի կարող լինել լիովին երջանիկ։ Դե պատկերացրա, երկու գիրք, երկու բեսթսելեր, երկու միտք, որտեղ գրած է, որ դու կարաս մտքով ամեն ինչ փոփոխես, մեկում էլ գրած է, որ դու չես կարա լինես լիովին երջանիկ։ Ինչ պետք է ես ընտրեի։ Եթե գիտական բժշկության եւ լինել երջանիկ։ Այո, եթե գիտական բժշկության ճանապարհով դա չի բուժվում։ Իհարկե ես փորձեցի Ջո Դիսպենզայի մեթոդը ու սկսեցի մեդիտացիաներ անել։ Ես ուղղակի նստում էի, աչքերս փակում էի ու փորձում էի իմ գլխի մեջ անել ֆիզիկական վարժություններ ու պատկերացնել ոնց է իմ մարմինը, դե ես հիշում էի իմ առաջվա ճկունությունը։ Երևի ենք հիշում։ Ու հետաքրքիր դա էր, որ քանի որ քո մկանները ամեն ինչ հիշում են, դու աչքերդ փակում ես ու վերադառնում ես այն մարմին ու այդ վարժությունները դու անում ես գլխիդ մեջ, տալիս ես ոնց որ քո գլխի մեջ այդ նեյրոն կապերը, որ հաստատվեն ու փորձես փոփոխես քո մարմինը։ Այդ պերիոդում ես տեսա գիրքը։ Ինքը սև գույնի էր, ոսկեգույն բառերով, բայց ես չկարողացա կարդալ ինչա գրած։ Վերնագիրը ես չտեսա։ Ես ուղղակի հասկացա, երևի ժամանակը կգա, ես գիրքը կգրեմ։ Բայց ինչի մասին, ոնց, ես դա չգիտեի։ Հետո արդեն հասկանալով, որ մեդիտացիան շատ կարևոր է, ես ուղղակի փորձեցի գնալ վիպասանա։ Այդ արդեն գրքի շնորհանդեսից հետո։ Իդեպ ովքեր չգիտեն, ասենք որ վիպասանան էլի մեդիտատիվ փորձառության ձև է, որ մարդիկ գնում են եւ եթե չեմ սխալվում 2 շաբաթ պլյուս-մինուս 10 օր դու գտնվում ես լռության մեջ։ Իրավունք չունես ոչ գրելու, ոչ շփվելու, ոչ մարդկանց աչքերի մեջ նայելու, դու ինքդ շատ խիստ գրաֆիկով, քնելով, զարթնելով, այո, 4:30 առավոտ արթնանում ես, 12 ժամ օրը դու մեդիտացիա ես անում ու ոչ մի բանի հետ դու չես կարող կապ ունենալ։ Իդեպ ասենք որ Հայաստանում եւս իրականացվում են, եթե լինեն հետաքրքրներ կարող են։ Շատ դժվար experience է, շատ դժվար է, համ հոգեվոր կողմից, համ ֆիզիկապես կողմից, որտեղ ինձ համար դժվար էր նստել գետնին ու բարձրանալ, համ էլ պատկերացրած օրը 12 ժամ պետքա քո մեջ ուղիղ լինի, շատ դժվար փորձություն էր։ Չխորանալով նրա մեջ ինչ եմ ես զգացել վիպասանայի վաղտ, ես հասկացա, որ ինչքան դու խորը չանես մեդիտացիաներ, մեկը դու ինչ որ սենց թեթև շերտ ես փորձում, չես խորանում։ Ես մենակ քրիստոնեությունից հետո հասկացա, որ մեդիտացիաները, վիպասանաները, այդ ամեն ինչը ամենաթեթև շերտն է մտքի հետ աշխատելու։ Հոգևոր աշխարհը դա չի լցնում, քեզ երջանիկ չի սարքում։ Ու երբ դու խորը սկսում ես հասկանալ քրիստոնեությունը ինչի մասին է, արդեն ոնց որ այդ ամեն ինչը քեզ թվում է խաղալիք։ Բայց չնայած նրան, ես մեկը խորհուրդ եմ տալիս բոլորին, որտեվ այսօր կոնցենտրացիան բոլորիս կորել է, մենք նայում ենք ռիլսեր, շորտսեր, ամեն երկրորդը դիպրեսիա ունի, 50%-ը panic attacks ունեն, ջահել երեխաները չգիտես ինչի ապաթիայով են արդեն տառապում։ Այդ ամեն ինչը բոլորիս համար պետք է, ուղղակի օրը 15 րոպե աչքերդ փակեցիր, զգացիր մարմինդ,
մաքրեցիր այդ սախ աղբը, որը դու սենց չգիտեմ միլիոնավոր վիդեոներով նայել ես, մի հատ սենց լիցքաթափվում ես ու գնում ես առաջ։ Գիտեմ, մարդկանցը դժվար է հասկանալու, ոնց այս աղջիկը մեդիտացիայից խոսում ու քրիստոնեությունից։ Դա է ուզում ասել, որ ինչքան բաց է հնարավոր լինել։ Կամ դու պուճուր քարիկներ ես հավաքում, սարքում ես մի հատ մեծ քար, կամ էլ դու բռնում ես այդ պուճուր քարը ու ասում ես մենակ էս քարն է ճիշտը, մենակ էս քարն է իմը, ուրիշ ոչ մի բան։ Բայց արդյոք քրիստոնեությունը ունի ֆիզիկական մարմնի հետ ինչ որ վարժություններ։ Քրիստոնեությունը ուղղակի հոգևոր աշխարհի մասին է, բայց ամենահետաքրքիրն է, որ դա ամենակարճ ճանապարհն է, ու դա իրոք տենց է, եթե դու ներսում զգացիր սեր, ամեն ինչը փոխվում է։ Ամեն ինչ փոխվում է։ Ու ի վերջո հասնում ենք այն մարմին, հոգի, միտք ներդաշնակությանը, որ բոլորի կարծում եմ, բոլորի չէ, բայց առնվազն բոլորի նպատակը պետք է դա լինի։ Ամեն ինչը շատ կապնված է, ինչքան դու փորձես լցնել քո ուղեղը գրքերով, փիլիսոփայական, հոգևոր։ Ես այս 5 տարվա ընթացքում իմ առողջության հետ կապված այնքան գրքեր եմ կարդացել, համ պսիխոլոգիչսկի 5 տարի աշխատել եմ պսիխոլոգի հետ, կարդացել եմ բժշկական լիտերատուրա, կարդացել եմ շատ փիլիսոփայական գրքեր։ Ինչքան դու քո ուղեղը լցնես, դա շատ քիչ է, պետք է հոգիդ էլ լցնես ու մարմնիդ հետ էլ աշխատես, դու եռյակ ես։ Եթե ինչ որ մի բանը դուրս է կորում, դու ուղղակի կորած ես մնում ու քեզ ոչ էլ զգում ես լիովին երջանիկ։ Վարդուի, հավանաբար մեր ֆորմատը այնպեսին է, որ չենք կարող շատ խորանալ կրոնական թեմաներով, բայց ինձ մի հարց հետաքրքիր է։ Եվ կարծում եմ դա շատ անհատական է ամեն դեպքում ու ինչ որ ռոպագանդայի չենք ուզում այս ամենը վերածել, բայց մի հարց շատ հետաքրքիր է, որ ինքս շատ ականատես եմ լինում համացանցում մեկնաբանությունների տեսքով եւ այլն, հատկապես երբ խոսքը վերաբերում է մեդիտացիաներին եւ հիմնականում այդ մի քարի հետևորդներն, այսպես ասած, 100%-անոց քրիստոնեության հետևորդներն ասում են, որ դրա փոխարեն աղոթեք։ Քանի որ քո փորձառությունը բազմաշերտ է, բազմակողմանի է ու երկար է, ըստ քեզ քո զուտ հիմնվելով միայն քո փորձառության վրա, այդ երկուսը համատեղելի են, թե ամեն դեպքում պետք է ընտրես մեկը, կամ ես բացատրեմ, մարդիկ էլ որոշեն, հնարավոր է համատեղել, թե ոչ։ Երբ դու մեդիտացիա ես անում, դու աշխատում ես ուղեղով։ Այդ պահին դու ուղղակի պետք է կոնցենտրացիա հավաքես, քո մտքերը պետք է մաքուր լինեն, իսկ երբ դու աղոթում ես, դու աշխատում ես սրտով։ Դա քո խոսքն է Աստծուն, դու իր հետ ես խոսում։ Մեդիտացիայի վաղտ Աստվածն է քո հետ խոսում, որտեվ երբ մենք կարող ենք լսել Աստվածին, երբ լռում ենք։ Ուզում ես համատեղի, ուզում ես օգտագործի միայն աղոթելը, միանշանակ աշխատի քո վրա ամեն ինչն էլ կօգնի։ Ես սիրում եմ պուճուր քարերը հավաքեմ, սարքել մի հատ մեծ քար։ Ինձ թվում է շատ սիրուն նկարագրեցիր այս ամենը, հուսով եմ շատերը իրենց հարցերի պատասխանը կգտնեն այստեղ եւ բնականաբար կլինեն մարդիկ, ովքեր որ հակված կլինեն իրենց որոշմանը եւ յուրաքանչյուր մարդ ունի իր որոշումները կայացնելու եւ իր ճիշտ ընտրելու իրավունք, եւ դա հենց ազատության մասին է կարծում եմ։ Հոգևորից խոսեցինք, հոգին մաքրելու, ուղեղը մաքրելու, սիրտը մաքրելուց խոսեցինք, կարծում եմ ցավոք գուցե, բայց դու շատ ուժեղ ես, չեմ ուզում ասել ցավոք, դա քեզ համար շատ հեշտ է, որովհետև այդտեղ ֆիզիկական ծանրաբեռնվածություն չի պահանջվում։ Եվ հաշվի առնելով ֆիզիկական քո փոփոխությունները, քեզ համար ավելի հեշտ կլիներ մեդիտացիա անել եւ աղոթել։ Բայց դու ընտրեցիր նաև այն մյուս քարիկը, ես հիմա խոսում ու փշաքաղվում եմ, բայց դու ընտրեցիր նաև այն մյուս քարիկը, որը որ քեզ ամեն անգամ, ամեն օր, շաբաթը 3 անգամ, չգիտեմ հիմա կոնկրետ քանի անգամ, տեղից հանում եւ տանում orange fitness, որպեսզի դու կարողանաս նաև քո մարմինը շարժել, մինչև նկարահանումը սկսելը խոսեցինք նաև թե ինչ ընդհուպ մինչև կոմունիկացիոն խնդիրների ես հանդիպում այդ ճանապարհն անցնելիս, բայց դու դա անում ես։ Որտեղից ես գտնում այդ ուժը ու կոնկրետ կյանքի ես փուլում ինչ ֆիզիկական ակտիվություն ես ընտրել։ Քանի որ մենք խոսացինք նրա մասին, որ մարդ եռյակ է, ես հասկացա, որ ես հաղթահարել եմ ինչ որ հոգևոր մի փուլ, ոչ քննադատելու մարդկանց, փորձել իրանց հասկանալու,
ներել այն մարդկանց, ով քեզ կամ դավաճանել է, կամ խաբել է, կամ նեղացրել է, այդ ամեն ինչը իմ հոգևոր ինքնահաղթահարությունն է եղել։ Ես խելքի ինքնահաղթահարության հետ ոնց որ թե խնդիր չունեմ, քանի որ երբ դու ունես դժվարություն, դու փորձում ես ման գալ։ Դրա համար ես լիքը գրքեր կարդացել եմ, միֆոլոգիայի կուրսեր անցել եմ, ռելիգիայի կուրսեր անցել եմ։ Ինձ համար դա հետաքրքիր է, բայց ես հասկացա, որ ես լիովին մարդ չեմ, եթե ես անտեսեմ մարմինը, քանի որ ես մարմին եմ։ Ու ինչքան էլ ես չհավատամ նրան, որ ես կարող եմ բուժվել Աստծո օգնությամբ, իմ հոգևոր աշխարհը փոխել, մարդկանց հարգել, լինել խելացի, ես մարմին եմ, ուրեմն ես պետքա իմ մարմինի վրա էլ ֆիքսվեմ, ինչքան էլ դա չցավա։ Ու որոշեցի, որ պետքա սկսել ջրից, քանի որ ջրի մեջ մարդ իրան զգում է թեթև, ով ունի տրավմաներ, ով ունի մեծ խնդիրներ հոդերի հետ, մարդիկ գիտեն, երբ դու ջրի մեջ ես, առողջ մարդիկ էլ մտնում են ջրի մեջ, մի տեսակ իրանց մարմինը ավելի թեթև է։ Ու ֆիզիկական աշխատանքն էլ ավելի հեշտ է տրվում։ Այդ կողմից ես հասկացա, որ ջուրը ինձ կօգնի համ ես ֆիզիկապես աշխատեմ, համ էլ եթե մենք խորանանք ջրի հատկության մեջ, նայել ես ավատարը Պուչվադի Առաջինն եմ նայել, իսկ երկրորդը չեմ նայել, ասեմ ավելի երրորդն էլ չեմ հասցրել նայել, որովհետև երկրորդը չեմ նայել։ Երկրորդը շատ մեծ սյուժե է, հենց ջրի հետ կապված, ինչքան մարդն ու ջուրը կապված են իրար հետ, որ մենք եկել ենք ջրից, մենք վերադառնում ենք որպես ջուր, ու ցույց է տալի ջուրը ինչ ձևի է մարդու հետ գործակցում, ու ես հասկացա, որ ես եթե ջրի մեջ գտնվում եմ, ուրեմն ես օգնում եմ իմ մարմինը ամեն ինչից մաքրվի, նեգատիվից մաքրվի, ես հաստատում եմ տիեզերքի հետ ինչ-որ սենց բարակ կապ, որը ես չեմ տեսնում, բայց ես զգում եմ։ Ավատար կինոն նայելով մարդիկ հասկանան ինչի մասին եմ խոսում, բայց չխորանանք ավատարի մեջ։ Հովհաննես Մկրտիչը ինչի մեջ էր մկրտում մարդկանց, ջրի մեջ։ Ուրեմն դա ինչի մասին է խորհրդակցում, որ ջուրը ունի ինչ-որ ուժ, ինչի մասին մենք չգիտենք։ Դրա համար չնայած նրան, որ նոյեմբերին ու դեկտեմբերին ես ունեի 5-6 վերք մատերիս, մատքերդ բորբոքվում են, դու չես զգում ընդհանրապես ոչ մի բան, ամեն ինչը դառնում է այնքան դժվար, որ քեզ դժվար է դու հագնվես, քեզ դժվար է իրար գաս, ես հասկացա, չէ, ջուրը բուժում է։ Հել գնա, այդ հավատա ամենադժվարը ինձ համար մարմնիս հետ աշխատելն է, որովհետև ասում եմ նորից հոգևորը խելքը ոնց որ թե ինչ որ մի բանի հասել եմ, բայց ես իմ համար ամենադժվարն է։ Ու ես գնում եմ, չնայած նրան, որ ցավում էր, չնայած նրան, որ ինձ դժվար էր հանվել, հագնվել, ու ես հասկացա, որ չէ, Վարդուհի, երբ դու կոմֆորտ զոնայից դուրս ես գալի, այնտեղ է աճը։ Ու ես որոշեցի, որ ես դա անելու եմ։ Չնայած նրան, որ ցավը կա ու կա քո կյանքում, դու դրա մասին չես մոռանում։ Ով ունի հոդերի ու մկանների ցավ, դա գիտի, որ ինքը ինչ-որ sense ֆոնի վրա է, ինքը 24 ժամ 7 օրը դու դա զգում ես։ Ու դու կամ այդ ցավը հաղթահարելով անում ես ամեն ինչ, կամ ֆիքսվում ես ցավի։ Դրա համար բասեյնը ինձ համար ունի շատ մեծ sense spiritual meaning։ Բացի բասեյնից ես գնում եմ շաբաթը մի անգամ տրեյների ռեաբիլիտոլոգի հետ ջիմ պարապում եմ, դա շատ դժվար է ինձ համար։ Չգիտեմ, մենք ասեցինք, որ ինչ խնդիր ես ունեմ առողջական, հստակ փակագծեր չենք բացել, ու ես ինչու շատ չեմ հարցնում անկեղծ ասած, որովհետև ես ինքս երկար տարիներ գրի հետ աշխատելով գիտեմ, որ երբեմն գրելը շատ ավելի հեշտ է, քան խոսելը, եւ լրիվ բաց եմ թողել, դու խոսես այնքան ինչքան որ կուզես, որովհետեւ կարծում եմ այն մարդիկ, ովքեր որ կուզեն ավելի մոտիկից քեզ ճանաչել, շփվել, ասեմ, որ դու նաև շատ բաց ես ու ես ուզում հասկանալ, թե որտեղից ես այդքան ազատ ժամանակ գտնում մարդկանց բոլոր հարցերին մանրակրկիտ պատասխանելու, բայց ավելի շատ ու ավելի ազատ, ավելի բաց, իհարկե ռոսերենով դու գրում ես քո թե ինստագրամյաներում, թե տելեգրամյան ալիքում, բայց վերադառնալով քո ակնարկին, չէ, մենք կոնկրետ չենք նշել, թե ինչի մասին ենք խոսում։ Մենք պարզապես ասել ենք ֆիզիկական դժվարություն եւ ֆիզիկական փոփոխություններ։ Դա բացահայտել եմ գրքի մեջ, բայց քանի որ գիրքը sold out է ու միայն անգլերեն վերսիան է հիմա ծախվում, երևի
կարևոր է ասել դրա մասին։ Սիստեմիկ սկլերոդերմիա եւ սինդրոմ Ռեյնո դա աուտոիմունի հիվանդություն է, որը գիտական բժշկության կողմից չունի բուժում։ Բայց վարդու մտածելակերպից նա ունի բուժում։ Ու հիմա ես ուզում եմ այդ ճանապարհը փորձեմ, համ սիրուն անցնեմ, համ ապացուցեմ, որ դա հնարավոր է, ու նենց կուզենամ մի քիչ հետո ես ու դու հանդիպենք ու ասեմ, այո, աղթարել եմ։ Ես այնքան կուզեմ դա, ես անհամբեր կսպասեմ այդ օրվան, ու մենք ինձ թվում է այդ դեպքում արդեն ականատես կլինենք քո երկրորդ կամ գուցե երրորդ արդեն գրքի շնորհանդեսին։ Իդեպ անգլերենի մասին խոսեցիր, արդյոք միտք կա հայերենով այդ գիրքը եւս հրատարակելու։ Ինձ թվում է, այո, որտեվ շատ մարդիկ կան, որոնք անգլերեն շատ լավ հասկանում են, ռուսերեն կարդալ չեն սիրում, մանավանդ նոր սերունդը։ Մեր մոտ անգլերենը ես ոնց հասկացա, ավելի շատ հիմա ավելի տարածված է, քան թե ռուսերենը։ Ռուսերենը գիտեն Дети ՍՍՍР։ Իսկ նոր սերունդը անգլերենը ավելի շատ, բայց հայերենը, քանի որ մարենի լեզուն է մեր, ինձ թվում է դա կարևոր է համ մեծ սերունդի համար, բոլոր մարդկանց համար հայերենը ինձ թվում է Հայաստանում հարմար կլինի, բայց դեռ չեմ աշխատել այդ ուղղությունով։ Շեղվեցինք, վերադառնանք ռեաբիլիտացիոն մարզումներին, կարծում եմ, եթե չեմ սխալվում ավելի ճիշտ, վերջերս ես ինտեգրել դա եւս քո գրաֆիկում, ինչ որ փոփոխություններ արդեն նկատում ես դրական։ Դե նայ, քանի որ սիստեմիկ սկլերոդերմիան մարդու վրա ազդում է հենց սիստեմիկ, ինքը համ դեֆորմացնում է մարդու մատերը, ինքը համ կաշին ձգում է, չի թողում, որ դու լինես ճկուն, ինքը համ հոդերն է քարացնում, ամեն ինչը այնքան խորն է ու այնքան սիստեմնի է, որ պետք է ամեն ինչի հետ աշխատես համ սիստեմնի, համ դանդաղ, դժվար է։ Այն վերջին անգամներս ինձ շատ վատ զգացի պարապելուց հետո, բայց հասկացա նորից կոմֆորտ զոնայից երբ դու դուրս ես գալի, այնտեղ է աճը։ Ու բոլորի համար, անկախ նրանից դժվարություն կյանքում կա, չկա, ֆիզիկական փոփոխություն կա, չկա, վնասված կա, թե չկա, աճը էլի գուցե կլիշե է, որովհետև շատ են օգտագործում, բայց շատ են օգտագործում, որովհետև դա իրականությունն է։ Այո, երբ դու կոմֆորտ զոնայի մեջ ես, այնտեղ ինչն է, որտեղ է աճը։ Երբ մարդ քեզ նեղացրել է ու դու իրան չես ներում, որտեղ է այստեղ աճը։ Երբ դու մտածում ես, որ բոլորը մեղավոր են, դու ամենաճիշտն ես։ Երբ դու մտածում ես, որ դու արժանի ես երեխա ունենալը, իսկ ուրիշները չէ, որտեղ է աճը։ Մենք այնքան շատ ենք խոսում փիլիսոփայությունից, բայց հենց հարցը հասնում է մեզ փոխելու, այդտեղ բոլորս չենք կարող մեզ հաղթահարել։ Խորհուրդ տալը միշտ շատ ավելի հեշտ է։ Հա, իրական ճանապարհը ինքնահաղթահարության մեջ է, ես դա հասկացել եմ։ Այսօր ես նորից վերադարձել եմ մարմին, որ ինքնահաղթահարեմ ինձ։ Ու ինձ համար դա ցավով է։ Ես չի ուզեն այդ ցավով լինել, բայց ցավով է։ Ես չեմ ուզում ֆիքսվեմ ցավի մեջ։ Ես ուզում եմ այդ հաղթահարությունն անցնեմ ու հասկանամ, որ վարդ դու արել ես ամեն ինչ, դու ամեն կերպով աշխատում ես, այստեղ արդեն մնաց վերևից ոնց որոշեն։ Իսկ այս ամենի մասին բաց լինելը, բաց խոսելը, փորձել սեփական փորձով մարդկանց օգնել, անկախ նրանից թե ինչ փորձառությունների միջով են մարդիկ անցնում, ու ինչն է հետաքրքիր, որ անգամ կյանքը քեզ դնում է իրավիճակների մեջ, որտեղ որ մարդիկ քո կարիքը ունենում են ընդհուպ միջև տաքսու վարորդներ, որին են կարող պարզապես նստեն, եւ այս ամենը ես Instagram-ից գիտեմ, այնպես չի որ, այսինքն մարդիկ հասկանան, որ դու շատ բաց ես ու շատ հետաքրքիր պատմություններով ես կիսվում։ Որքանով է դա քեզ համար կարևոր ու որքանով է հեշտացնում ուղին այսքան բաց լինել այս ամեն ինչի մասին, եւ միանգամից հաջորդ հարցն էլ է տամ, որքանով է կարևոր աուդիտորիայի հետադարձ կապը, որը որ շատ ակտիվ է քեզ մոտ։ Չգիտեմ դու հատուկ աշխատել ես այդ ուղղությամբ, թե ինքը այդպես ուղղակի ստացվել է, միանգամից դրա մասին եւս խոսենք։ Նորից ու նորից խոսում ենք նրա մասին, որ երբ դու մարդկանց հետ կոնտակտի մեջ ես, դու պետք է հասկանաս ինչ ձևի վարվես մարդկանց հետ, սկսենք տաքսու վարորդից, մանավանդ ծնողներից, չգիտեմ, անծանոթ մարդկանցից, ես ինչքան դարձա բաց, այնքան ես չգիտեմ ոնց է դա աշխատում, աշխարհը ինձ օգնում է։
Ես չգիտեմ, օրինակ այսօր ինձ համար դժվար էր հագնվել այս պիջակը, կոշկել իմ ոնց են պուգովիցաները հայերեն, կոճակները, լագիչնը, իմ տան աշխատողը եկավ, հենց այսօր ինքը եկավ, ասեց այսօր եմ կարում, ու ես հասկացա, որ ինքը ինձ կհագցնի, հասկանում ես, կամ դու դրա մեջ տեսնում ես օգնություն, կամ էլ դու մտածում ես հալավ զուգադիպել է, հասկանում ես, իջնում եմ տաքսու վարորդի մոտ, չգիտեմ, բան տալ, որ ինքը առաքի, հնկնում են փողերս, ինձ համար էլ դժվար է շատ կոպեկ, այդ ամեն ինչը գետնից բարձրացնել, կզվել, ինքը ասում է, մեկ վայրկյան ես արագ կանեմ, նորից ասում եմ, ինչքան դու բացես, այնքան ոնց որ աշխարհը քեզ օգնի ու ասեմ, դու քեզ առողջ ես զգում։ Բարդուի, բայց նաև շատ կարևոր է դա նկատելը, որովհետև շատերը դա չեն նկատում ու այստեղ մի հատ տենց էլի շատ տարածված ռիլ հիշեցի, որը լրիվ թեմայից դուրս է, բայց նաև կարելի է ինչ-որ ձևով կապել իրար, որ օրինակ եթե դու մտածում ես, որ քաղաքում կարմիր մեքենա չկա, դու կարմիր մեքենաներ չես տեսնում, բայց բավարար է դու այդ օրը զարթնես մտքով, որ այսօր մենք ֆիքսում ենք բոլոր կարմիր մեքենաները ու դու հասկանում ես, թե ինչքան կարմիր մեքենա է անցնում քո մոտով։ Եթե դու թույլ ես տալում քեզ մտածել, որ ամեն ինչը քեզ համար է, քեզ օգնում է, ու ամեն ինչի մեջ կա, ոնց են ասում, շիպոտկը չուդը, ուրեմն դու դա կտեսնես։ Տենց է, սկսում ես նկատել մատրիցայի մեջ մտնում են կարմիր մեքենաները, որոշում ես հետաքրքիր չի կորում է։ Հասկանում ես։ Եվ կա նաև փորձառություն գրավոր ձևով շնորհակալ լինելու։ Ես ենթադրում եմ, որ քեզ համար գրելը հիմա դժվար է, բայց հնարավոր է նաև դա digital տարբերակով անել, այդ փորձառությունը արդյոք դու տենց ակտիվ անում ես, թե մտքում է տեղի ունենում եւ ինչքանով է կարեւոր հենց գրելը, որ ես այսօր այս ինչ կետերի համար շնորհակալ եմ, դա կարծեմ, եթե չեմ սխալվում, journaling-ի կետ է, որ դրթում են մարդկանց շնորհակալ լինել ինչ-որ բաների համար, ոչ թե դրթում են, այլ դրթում են նկատել դրական բաները եւ դրանց համար շնորհակալ լինել, որպեսզի շարունակես նաեւ նկատել։ Դու ունես այդ փորձառությունը, թե ինքը ուղղակի եղել է քո կյանքում։ Դա դարձել է շատ ավտոմատ։ Ամեն երեկո ես նստում եմ ծնկների վրա ու շնորհակալություն եմ հայտնում, որ ես այս ամեն ինչը ունեմ։ Ես շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ում ես հանդիպում եմ։ Ես անցնում եմ ճանապարհով, ես եթե տեսնում եմ ինչ-որ մեկը ինվալիդնի կալյասկայի մեջ է, ես չգիտեմ դա ոնց է աշխատում, բայց ավտոմատ ես սկսում եմ այդ մարդու համար աղոթել։ Եթե ես տեսնում եմ ինչ-որ մեկը դրսում լացում է, ինձ համար կարևոր չի ես մոտենամ, խառնվեմ իր աշխարհին ու ասեմ ինչ ա եղել։ Ես ուղղակի կաղոթեմ իր համար, ասեմ կուզենամ հանգիստ լինի հոգիդ։ Ու դա դառնում է ավտոմատ, ես չգիտեմ դա ոնց է աշխատում։ Ինձ համար դա արդեն ոնց ասեմ, կարևոր չի ես դա գրեմ, որտեվ դա դարձել է իմ կյանքի շատ կարևոր մաս։ Դու տեսնում ես, գնահատում ես, աջակցում ես, անկախ նրանից շատ բաներ կար, որ չեմ տեսնում ու չեմ գնահատում։ Բայց մի կարևոր բան եւս, որի մասին խոսել ես, նաև լսում ես ու լսում ես ինքդ քեզ առաջին հերթին։ Եվ դեռ վաղուց ոնց հասկացա հին վարդուհին էլ ուներ այդ շատ սպეციფიկ հմտությունը, որ ինքը լսում էր իրեն։ Ինչ խորհուրդ կտաս այն մարդկանց, ովքեր որ դեռ չեն կարողանում իրենց լսել կամ ինչ որ արտաքին աղմուկը գուցե խլացրել է ու իրենց ձայնը ներքին չեն կարողանում լսել։ Իմ փորձից դուրս ելնելով ես հասկացա, որ դու պետք է քո վրա աշխատես 3 ուղղությունով։ Դա ինքնահաղթարություն մարմնի, դա ինքնահաղթարություն հոգու եւ դա ինքնահաղթարություն խելքի։ Երբ դու սկսում ես այդ 3 ուղղությունով բալանսավորված աշխատել, դա հնարավոր չի քեզ չբերի այն փուլին, երբ դու սկսում ես քեզ լսել։ Երբ դու ինքնահաղթարում ես քո մարմինը, դու կարող ես փորձել, չգիտեմ, պարաշուտով թռնելը։ Հասկանաս, ինչի ես դու ընդունակ։ Ինչ ձևի վախեր ունես։ Դու կարաս գնաս ջիմ, գնաս բասեին։ Մենք շատ անգամ մտածում ենք դա հեշտ բան է, բայց չէ, դու կարաս դա ապացուցես։ Ես օրինակ փորձել եմ ուխտագնացություն եւ բոպիկ բարձացել եմ Սուրբ Հովանես Խալթախչի, ով բարձացել է, գիտի, որ դա ֆիզիկապես էլ է դժվար, քարեր է, սար է, ու ես արել եմ դա համ իմ մարմնի ինքնահաղթարության համար, համ էլ բնության հետ կապ հաստատեմ ու ոնց որ ինչ որ էլի հոգու հետ աշխատեմ։ Դու փորձում ես մարմնի ինքնահաղթարության հետ աշխատելով, հետո դու խորանում ես հոգու ինքնահաղթարության մեջ։ Դու փորձի ռիլսների տեղը, շորցերի տեղը կարդալ գրքեր։ Փորձի անցնել կուրսեր, չգիտեմ, ինչն է քեզ հետաքրքիր, բիզնես,
բիզնես կուրսեր անցի, սովորի նոր լեզու։ Երբ ես իմ կյանքի բادرության մեջ եմ եղել, ես իսպաներեն եմ սովորել։ Para mí es muy fácil hablar español contigo. Ֆրանսերենը իմ համար դարձել է, ասենց հավատա ինձ համար ավելի հեշտ կլիներ այսօր քեզ հետ խոսալ ֆրանսերեն քան հայերեն։ C'est pourquoi j'aime beaucoup faire le français. Անգլերենը չխոսամ, անգլերենը իմ երկրորդ լեզուն է։ Իսկ հայերենը իմ համար այսօր ես արել եմ հոգու ինքնահաղթարություն, որտեվ ես 3000 կիլոկալորիա այսօր ծախսել եմ խոսելով իմ մկանները կորցրել եմ, շատ մտածել եմ, հասկանում ես, համել ուղեղի ինքնահաղթարություն է եղել։ Ես մտածել եմ ինչ խոսամ։ Ռուսերեն ինձ համար դա ավտոմատ է։ Ու վերադառնում ենք նորից ուղեղից գնում ենք էլի հոգի, то есть դու պետք է հասկանաս, որ դու եռյակ ես։ Երբ դու բալանսավորված քեզ ինքնահաղթարությանով ես զբաղվում, հնարավոր չի մի օր չկա այդ օրը, որ դու չսկսես քեզ լսել։ Հնարավոր չի։ Ուղղակի կոմֆորտ զոնայից դուրս եկեք։ Հոգու ինքնահաղթարությունը մանավանդ կարևոր է, երբ դու սկսես մարդկանց ներել, երբ դու որոշես մեկ ամիս ոչ մեկին չեմ քննադատելու։ Կամ էլ ինչ որ մեկը քեզ նեղացրել է, առաջինը զանգես, ասես, լսի, ես մտածեցի ինձ անիմաստ էր այս կռիվը։ Արի իրար հետ նորից շարունակենք խոսել։ Դա գիտես ինչ մեծ ինքնահաղթարություն է։ 90%-ը չեն կարող այդ ու ինչ մեծ թեթևություն է։ Շատ։ Ին վրա եմ ասում, ով կարդացել է իմ Telegram կանալը, ես այնտեղ կիսվում եմ։ Ինձ համար, չգիտեմ, դա նենց մեծ փուլ է, որը ասենց ամենամեծ ծանրությունը քո սրտի անհետացնում է։ Ուղղակի ներել մարդկանց։ Տենց ներել ու լսել։ Այո։ Վարդուհի, շատ շնորհակալ եմ բովանդակալից զրույցի համար։ Դու շատ բազմաշերտ ես, դու մեր աչքի առաջ ես ու կարծում եմ, որ այս զրույցը կարելի էր շատ ավելի երկար վարել, բայց ամեն դեպքում մենք ունենք սեղմ ժամանակ, կարծում եմ ովքեր որ մեզ այսօր լսում են, գործերել ունեն, գուցե իրենց ազատ թողնենք եւ տանք հնարավորություն, եթե քեզ չեն ճանաչում դեռ, ինչը որ քիչ հավանական է, Instagram-ի միջոցով ծանոթանան քեզ հետ, կպնեն կողքից, այսպես ասած, քո ուղուն ու տեսնեն, թե այս ճանապարհը քեզ ուր է տանելու։ Ես կարծում եմ, որ եւ հուսով եմ եւ համոզված եմ, որ շատ սիրուն տեղ է տանելու ու մենք այդ ամենին ականատես ենք լինելու։ Տինա ջան, շատ շնորհակալ եմ առաջին հերթին, որ ինձ թույլ տվեցիք ես իմ հայրենը մշակեմ, այդ վախը հաղթահարեմ ու հաղթեմ ինքս ինձ այսօր ու երևի թե կուզենայի վերջնական ասել բոլորին, ով նոր կծանոթանա ինձ հետ, ով ծանոթ է, բայց մի քիչ մոռացել է, հաղթեք ինքներդ ձեզ, աշխարհի հետ պետք չի կռվել։ Հաղթեք ինքներդ ձեզ։ Շատ շնորհակալ եմ նոր։ Ես էլ քեզ շատ։ Ոնց էր։ Երեխեք նիհարեցի։ Բայց շատ սիրուն ես խոսում։ Հա։ Շատ։ Դու բան էիր արել, նախապատրաստվել էի, թե չէ, ինչ որ բառեր, որ ես չգիտեի հայերեն, այդ բառերը ոնց որ սլավարիկի պես սովորել էի։ Բայց նենց բառեր էիր դու ընթացքում ասում են, որ ես տենց ասում էի, վաու։ Հսի, էդի պրոստը ինչ որ ուրիշ բանական է, անգլերենի մեջ էլ եմ օրինակ։ Բաններ, գործակցվել, ինչ